բարեկամներ, ձեզ հետ է նորից Մարտուն Կոխլիկյանը։ Այսօր մենք խոսելու ենք Մարսի մասին։ Երկրից փոքր մեր մոլորակային հարևանը ոչ այլ ինչ է, քան մեծ քարքարոտ անապատ։ Մարսի մթնոլորտը հիմնականում բաղկացած է աստղածնի երկօքսիդից, իսկ կարմիր գույնը ստացել է իր ժանգոտ երկաթով հարուստ քարերից։ Ահա, սա մեր Մարսն է։ Մարսի վրա է գտնվում ողջ արեգակնային համակարգի ամենամեծ հրաբխային լեռը, որն ունի 25 կմ բարձրություն և երկրի ամենաբարձր լեռից 3 անգամ ավելի բարձր է։ Խոսքը գնում է Օլիմպոս լեռի մասին է։ Սա մեր Օլիմպոս լեռն է, իսկ սա մեր մի քիչ ավելի փոքրացնենք։ Ահա, սա մեր, այսպես ասած, ամենաբարձր լեռը։ Այդուհանդերձ հրաբուխը վաղուց հանգել է, այսինքն էլ չի գործում։ Մարսի մեկերեսը ծածկված է վաղուց ցամաքած գետերի առաջացրած ձորակներով, որոնք ջրի երբեմնի առկայության վկայություններ ունեն։ Այսինքն Մարսում կան այնպիսի վայրեր, որտեղ ժամանակին ջուր է եղել։ Իսկ որտեղ է այդ ջուրը։ Արդյոք այն գոլորշիացել է տիեզերք, արդյոք այն դեռ տեղում է սառցեգագաթներին կամ գետնի տակ։ Սա իսկական առեղծված է։ Բայց մի բան պարզ է, այնտեղ, որտեղ կա ջուր, կարող է լինել և կյանք։ Ավելին, վերջերս մի փոքրիկ սառցապատ լիճ է հայտնաբերվել խառնարանի հատակին։ Հետաքրքիր է։ Այսօր այսքանը։ Կհանդիպենք։